օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, դա նշանակում է մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված եւ ժպիտով մենք պետք է սկսենք առավոտը միասին առաջիկա 1 ժամը խոստանում է լինել հետաքրքիր այս պահին տեսահոլովակ, արթնանանք ու վերադառնանք։ Վերադարձանք տաղավար, վստահաբար արդեն մարզվել եք, ուղարկել եք երեխաներին դպրոց եւ նստած հեռուստացույցի դիմաց հետևում եք մեր եթերին, առաջարկում եմ այս պահին դիտենք հոլովակ, որից պարզ կլինի, թե ովքեր են մեր այսօրվա հյուրերը։ Գնացինք։ Այո, դուք ճիշտ գրայեցիք այսօրվա մեր եթերը երաժշտական է եւ իմ հյուրերն են երգչուհի Սոֆի Դանելյանը, բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես նաեւ Գոր Հայրապետյանը, ով մի քիչ հետո կտեսնեք թե որ տեսահոլովակի հերոսն է։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք այսօր եւ այսօր պատահական օր չէ, այսօր մեր գեղեցկուհի Սոֆիի նաեւ ծննդյան օրն է։ Ուզում եմ նաեւ մեր անունից 21 TV-անից եւ հեռուստայտողի անունից շնորհավորել ձեր տարեդարձը, ցանկանալ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ, որ արարեք, ստեղծագործեք, ստեղծեք նոր տեսահոլովակներ ու երգեր։ Մենք էլ ուրախանանք ու շնորհավորենք ձեզ։ Անչափ շնորհակալ եմ, զգացված եմ։ Նախ ուզում եմ խոսքը սկսել իմ շնորհակալական խոսքով, շնորհակալություն 21 TV ողջ անձնակազմին, այո, այսօր ինձ հրավիրելու համար, այո, այսօր շատ այսպես խառը օր է, երեկոյան մենք բնականաբար հավաքույթ է լինելու, այո, շատ շնորհակալ եմ, այո, այսօր նորությամբ ենք եկել, դրա մասին մի փոքր ավելի ուշ երևի։ Անշուշտ, նախ ուզում եմ իմանալ ինչպես է տրամադրությունը եւ այսօր երեկոյան Գորջան դուք եք ներկա լինելու։ Անպայման, նախ նույնպես ողջունում եմ ձեզ, շատ ուրախ եմ, որ առավել եւս Անայի ջան ձեզ եմ տեսնում այստեղ։ Փոխադարձ։ Մեր ամենասիրված, ամենասիրուն, ամենալավ իմ մասին է խոսքը, ես ֆանատն եմ ձեր։ Սկսենք ձեզանից, հետո շարունակությունը կտանք։ Ճիշտ է ասում։ Հա, մեր Սոֆի Դանելյանի տեսահոլովակի պրեմիերան է այսօր լինելու, ամսի 1-ին եղել է, բայց եթերով այսօր է լինելու, բայց ավելի շատ եւ ես ոգևորված եմ ինչ առումով այդ տեսահոլովակի ոչ թե մասնակցություններ այստեղ, այլ են որ մեր երիտասարդ տարիների երգերից էր, որը որ ինչ որ մարդկանց մոտ, լիքը մարդկանց մոտ իհարկե հիշողություններ ա բերում, պատմություններ, միտեղ հումորային, միտեղ, չգիտեմ, սիրային, ու ոնց որ ինձ շատ հաճելի էր, որ երիտասարդ տարիներում երբ որ չէի ճանաչում Սոֆիին, ու նայում էի տեսահոլովակը, չեմ պատկերացրել, կարող է մոտավորապես մի 20 տարի հետո այդ տեսահոլովակի ռեմիքս տարբերակում դուք լինեք հերոսը։ Նույնիսկ հերոսը այդտեղ, այդ առումով շատ հաճելի էր։ Դրա համար, որ այդ տեսահոլովակի հետ կապված, տեսողված ծնունդի հետ կապված փորձել ենք միասին երեկոյան մի հատ լավ ուրախանանք, իհարկե։ Ես գիտեք ինչ եմ առաջարկում, մենք այս պահին եթերում ավելի լավ է անենք երգի պրեմիերան, տեսահոլովակի պրեմիերան, դիտենք միասին, որից հետո արդեն քննարկենք մանրամասները ինչու, ինչպես, երբ եւ որտեղ։ Այնպես որ 21 TV եթերում օրդ բարի շրջանակներում այս պահին Սոֆի Դանելյան տեսահոլովակի պրեմիերա գնացինք։ Շնորհավորում եմ սրտանց, հետաքրքիր էր հենց տեսահոլովակի սկիզբը, երբ նրանք լսում են նախքին, հա, հին տարբերակը եւ ասում են մի րոպե, DJ Smoke-ը ասում է, որ ահա լսի մեր տարբերակը։ Ինչպես միտք ծագեց առհասարակ, հա, ընկերական որոշեցիք այդպես remix տարբերակ անել ու տեսահոլովակ եւ այլն, պատմենք մանրամասները։ Սիրով գիտեք ոնց միանգամից այսպես չի տենց պատահաբար ստացվել որոշենք ու անենք ոչ ես դե գիտեք տարբեր առիթների երգում եմ եւ ինչպես նաեւ տարբեր միջոցառումներ եմ անցկացնում որպես հանդիսավարուհի որպես հաղորդավարուհի ներկայանում եմ շատ տեղեր Միշտ ինձ հիշում են այդ երգով, այս երգը տարիներ առաջ, այո, մեծ ճանաչում է ունեցել, ես մենահամերգներ եմ ունեցել տարբեր մարզերով, Հայաստանի տարբեր քաղաքներով, սիրված էր ժամանակին, մինչ այժմ մեծ սերունդը հիշում էր ու շատ ժամանակ ինձ ասում էին, վա, ինչ կլինի երգես այս երգը, հին կերպով փորձում էի ներկայացնել, ուղղակի որոշեցի օրերից մի օր, ինչու ոչ, հիմա շատ ավելի ակտուալ են ու ավելի պետք է թարմացնել, այո, սիրված
նվիրված են մի քիչ ավելի թրենդի մեջ են հին երգերը նորովի մատուցմամբ, շատ երկար էի մտածում ու վախում էի ձեռք տալ, որովհետև այս երգը շատ գեղեցիկ էր, մինչ այժմ էլ ինքը ունի իր լսարանը, որոշեցինք, որ Սմոքի հետ միասին, Էմանուելի հետ միասին գեղեցիկ ինչ-որ լուծում ստանանք, որ շատ էլ չշեղվենք երկից։ Այնպես չփոփոխեք, որ մարդիկ են իրենց սիրուն նոստալգիան կորցնեն։ Ահա, ուղղակի Սմոքի ձեռագիրը անպայման լինի այս ոճում լինի, ինքը ավելի ժամանակակից ոճում, եւ ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունս հայտնել եւ Սմոքին, եւ Էմանուելին։ Ողջույններ Սմոքին։ Այո, ողջույններ, շնորհակալ եմ շատ իմ կողքին լինելու, գեղեցիկ այսպես գործիքավորում ստանալու, ինչու ոչ, նաև ձայնագրության համար եմ ուզում շնորհակալություն հայտնել, նաև տեսահոլովակում իրենց ստուդիայում եմ այսպես նկարված, ուզում եմ նկարահանող անձնակազմին մի հատ շնորհակալությունս հայտնել Գարիկ Հարությունյանին, ով միշտ իմ կողքին է, ինձ օգնում է տարբեր իրավիճակներում, ավելի հեշտ լուծում գտնել տեսահոլովակի, ավելի սիրուն մի քիչ էլ իմ սրտով գնալ, քանի որ իմ մասնակցությունը կար, որ ես ուզում եի անպայման բնության գրկում լիներ, անպայման Դիլիջանի այսպես ոլորաններում եւ Դիլիջանի անտառներում, ինչու ոչ, մենք գեղեցիկ օր ունեցանք։ Մենք հեսա փոխանք Դիլիջանի անտառներից։ Շատ սառած ու ցուրտ օր ապրեցինք, բայց գեղեցիկ էր ամեն ինչ։ Հա, իդեպ գորի հետ էին նաև շունիկները։ Այ ինչպես որոշում կայացավ, հիմա այդ եմ ուզում հարցնել, Գորջան, որ դուք պիտի լինեք հոլովակում, հեշտ համաձայնեցիք եւ նաև ձեր շունիկները։ Ճիշտն ասած, մոտ մի 3-4 տարի է Սոֆին ես ճանաչում եմ իրականում, որ շփվելու հետ կապված, միշտ ճանաչել եմ հեռուստատեսությունից այն կողմ, այսպես ասեմ, որ անդադ շփման ընթացքում միշտ ասում էր, ես պատկերացնում եմ մի տեսահոլովակ, որտեղ սենց ինչ-որ բարի վիճակ է լինում, սենց ինչ-որ բարի կերպար է լինում, բնություն, որ սենց հեքիաթային վիճակ, շունիկներ, ամեն ինչ որ դրական վիճակի վրա, ոչ թե հումորային, ոչ թե ինչ-որ ագրեսիա, ոչ թե ուղղակի զուտ, որ մարդիկ նայեն, ինչ-որ հանգստություն լինի այդ տեսահոլովակում, ու միշտ մտածում, ասում եմ, ես ունեմ տեսահոլովակներ եմ ուզում նորը նկարեմ ու մտածում եմ, ինչ կարելի անել, որ դու պարտադիր մասնակցություն ունենաս այդ քո կերպարով ու քո շունիկներով, դե իհարկե ինձ արդեն շունիկներ, չգիտեմ ինչի իմ դիզայնը թողած, արդեն շունիկներով են ինձ ճանաչում իրականում, ու տենց ասի, քանի որ միտքը լավն էր, ես էլ կողմնակից եմ այդ բարի դրական ինչ-որ հանգիստ վիճակի, ասի, հա, շատ լավ միտք է ու նույնիսկ հաճելի եմ, էլի եմ կրկնվում եմ, բայց հաճելի էր, որ չէի պատկերացնում, որ իմ երիտասարդ տարիների այդ լսված երաժշտության մեջ ես կհայտնվեմ մոտ 20 տարի անց, ոնց որ հետաքրքիր ռեստարտ էր իմ համար։ Իդեպ կներես, այդ ժամանակ ինքը Եգիպտոսում էր գտնվում։ Հա, զանգեց օնլայն, ասեց կնկարվես առանց հասկանալու ինչա ոնց է, հա, ասի կգամ, անպայման կնկարվեմ, բայց հիմա թող հանգստանամ, գնացել եմ վայելելու հումորային ձևով, ասի անպայման դու գրանցի, ես կգամ, լրիվ կկազմակերպենք ու արդեն դե որ վերադարձա, իհարկե արդեն պայմանավորվել ենք, ու ամենահետաքրքիրը իր ուզածն են, որ ասենք, որ մենք ինչքան ենք մրսել Սոֆին sense պրինցիպիալ ինչ-որ sense, որ ես ուզում եմ բնություն, որ Դիլիջան ու կապ չունի, որ ինքը թեթև արև է, բայց ինքը լավ սառնամանիք է, ես էլ դե բնական է, պետք է գնամ այն, որ ավելի շատ ես կողմնակից եմ, երբ որ մարդուն ինչ-որ բան խոսք ես տալիս, ոչ թե քո ցանկություններն առաջ տանես, այլ ինչ-որ ինքը ուզում է իր դա ստանա, անկախ բոլոր դժվարություններից ու բարդություններից։ Մի հատված էլ դու ես դառնում այդ անկյունից, որ պետք է այնպես անես լրացնես ճիշտ, որ քո կողմից գոնե թերություն չլինի, ինձ թվում է չի ստացվել թերություն, ամեն ինչ։ Դուք ձեզ արդարացրել եք լիակատար, շատ գեղեցիկ, շունիկների հետ միասին։ Ահա, ես մի բան էլ ավելացնեմ, շատ գեղեցիկ էր ամեն ինչ, գորի եւ պատասխանատվությունը եւ իր ինչու ոչ կարող եմ ասել հմայքը, ես անպայման ուզում էի, որ իր կերպարը լինի իմ տեսահոլովակում, ինձ ասում էին, բայց երգի մեջ կա սևոք սիրուն, սև աչքերով, ընտրել ես այնպիսի մարդու առանձնանում է իր աչքերով, չեմ թաքցնի, ես առանձնահատուկ հակում ունեմ ու շատ սիրում եմ կանաչ կապույտ աչքեր, այո, ասեցի ինչու ոչ կարա լինի եւ այսպիսին, հակառակ բան կարա լինի, սև թող չլինի, այս աչքերով լինի,
ու Միշտ չէ որ այնինչ երգում ես պիտի արտացոլի հոլովակում, չէ։ Այո, ես յուրաքանչյուր աչք ունի իր գույնը։ Հա, նույնիսկ այդ քննարկումն էլ, ես էլ եմ ասել, ասի ինչքանով է դա համապատասխանում, մի քիչ այնպես չլինի, որ դուրս գանք ինչ որ լրիվ հակասող ինչ որ բան լինի ու խոսակցության առիթ առաջանա, ասեց իր կարծիքների իհարկե, ասեց ամեն ինչ չի որ պետք է իդեալական այդ ոնց գծած է գնա, կարելի է մի քիչ իմպրովիզ, կարելի է մի քիչ հենց հումորային, կամ կարելի է հենց շեշ տվի, որ սև եմ ասում, բայց այնտեղ կանաչ է, ասում այդտեղ արդեն ոնց որ քեզ են ասել, դու չես տենում ինչ գույն է, բայց դե իմ արդեն դժվար, բայց իդեպ հոլովակը երբ արդեն հանձնեցիք որպես պրեմիերա, մեկնաբանություններն ինչպիսին են ֆիդբեքը։ Անկեղծ ասած ընտիր գրում են ու հիշողներ են գրում, վա ինչ լավ է, նորովի նոր շունչ տեսանք, նորովի տեսանք մեր տարիների երգչուհին, մեր սիրված, ինձ այսպիսի լավ բաներ են գրում, ես ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել օգտվելով առիթից եւ ուզում եմ առանձնահատուկ շնորհակալությունս հայտնել մոնտաժային աշխատանքներ կատարած մեր Ձինել Դարչինյանից, քանի որ այսպիսի մրսած կադրեր կային, որոնք որ մի քիչ ավելի անուշադրության կերպով այդ շատ ահավոր ցուրտ էր, սառած պայմաններում էինք մենք նկարում, բայց իր շնորհիվ այնպես է հավաքել կադրերը, որ չի երևում ձեր մրսած։ Այո, չի երևում ու շատ գունեղ ու շատ սիրուն, իսկապես շատ գեղեցիկ մոնտաժով Ձինել ջան, շատ շնորհակալ եմ այս հրաշալի աշխատանքը ավարտին հասցնելու համար, այլապես ես չգիտեմ ինչ կդառնար, քանի որ մենք աշնանն ենք նկարել, խոր աշնանը արդեն դեպի ձմեռ, դրանից հետո մենք սպասեցինք 4 ամիս երևի ու ձգձգվում էր ինչ-ինչ պատճառներով, իսկ իր շնորհիվ, Ձինելի շնորհիվ շատ արագ երևի իմի բերվեց եւ հոլովակը 15 օրում, ահա ավարտին մի մեջբերում անեմ, ես շատ ճիշտն ասած երբ որ աշխատում ես, նոր ավելի շատ ճանաչում ես մարդու այդ գործունեությունից, ինչքան որպես շփում, հա ընկերական լավ շփում կարա լինի, բայց գործունեությունը աշխատանքի ընթացքում առաջանում, որ ճանաչում ես։ Ես իր զարմանալից բացահայտեցի Սոֆին, մի այլ կարգի պատասխանատու, ինձ թվաց դա գալիս է, որ ավելի վաղուց է սկսել ինքը իր աշխատանքը ու ավելի կերտվել այդ աշխատանքի մեջ, որովհետև նույնիսկ ինքը տերևի ընտրությունը մենք մի քանի տեղափոխվել ենք, որ ինքը իր ուզած այդ սիրուն դեղին աշնանային ստանա տերևը, ինքը հատված էր նայում, որտեղ որ իսկականից մեր Հայաստանի բնությունը այն ինչ որ կա, երևում է իրականության մեջ, ոչ թե նկարում ենք ուղղակի բնություն։ Այսինքն ինքը ամեն ինչին ուշադրություն էր դարձնում, որ արտացոլվի ու էկրանից են կողմ ցուցադրվի, որ մենք Հայաստանում ինչ բնություն ունենք, ինչ տեսարան ունենք, ոնց կարելի է կներեք զուտ բնության մեջ ստանալ գեղեցիկ տեսահոլովակ, պարտադիր չի մոնտաժվի ինչ-որ նկարներ, ինչ-որ էֆեկտներով ստանալ, այլ իրական, բնական բաներ պարտադիր չի, որ դու ունես գեղեցիկ Հայաստան, ունես գեղեցիկ բնություն, կարելի է այդ ամեն ինչից օգտվել, որովհետև շատ-շատերը նույնիսկ երազում են դրա մասին եւ երկրից երկիր են գալիս, որ այդ ամեն ինչը իրականում տենան, իսկ մենք նույնիսկ ճանապարհները, ասում էր, ես ուզում եմ մեր այդ ճանապարհները, որ տեսահոլովակում երևա, որ մենք ինչ սիրուն ճանապարհներ ունենք, ինչ բնություն, իմ համար դա շատ ավելի տպավորիչ է, որ ասում եմ մարդը չի մտածում իր անունի մասին էս պահին, ավելի շատ չի մտածում չգիտեմ ինչ որ ինքը ինչպես երևա, այլ գիտեք, էլի կարար ինքը ճանապարհին ուղակի ընկներ, դա մեծ դիտում հավաքել, բայց ինքը մտածում էր զուտ որ մեր բնությունը, մեր գեղեցկությունը, մեր ամեն ինչը այդ հինի հետ միասին համադրենք, որ այսինքն թեկուզ հնարավոր է միտեղ իրար հետ կապակցված չէր, բայց ինքը ուզում էր միտեղ լիներ, որ դա ամեն ինչը Հայաստանում է, մեր սիրուն գեղեցիկ բնության գրկում։ Այո, մեր Հայաստանը իսկապես ես շատ սիրում եմ, շատ սիրուն է մեր Հայաստանը, աշխարհի բոլոր երկրներից ամենասիրունն է։ Իդեպ ես շատ լավ ընկերուհիներ ունեմ, Ամերիկայում են բնակվում, իրենք ամեն տարի մեկ ամսով գալիս են մեր Հայաստան, եթե վատը լիներ կգային։ Իհարկե ոչ։ Ու շատ հյուրեր իդեպ։ Սոֆի ջան, ինձ մնում է միայն սրտան շնորհավորել, թե ձեր տարեդարձը եւս մեկ անգամ, թե տեսահոլովակի կապակցությամբ, վստահ եմ, որ այսօր նաեւ ձեր հյուրերը կհիանան ու կդիտեն երեկոյան, հա, փոքրիկ պրեմիերա նաեւ կլինի ձեր հյուրերի համար նախատեսված ու լավ խնջույք կլինի, ձեզ բարի ժամանց այսօր երեկոյան, լավ տրամադրություն եւ միմիայն կմաղթեմ նոր գործեր, նոր հաջողություններ, նոր տեսահոլովակներ, եղեք ակտիվ, որպեսզի ձեր հեռուստադիտողն ու հանդիսատեսն վայելի ձեր նոր կատարումները ու
նոր աշխատանք։ Շնորհակալ եմ Անահիտ ջան, իդեպ ձեզ էլ եմ հրավիրում, եթե ժամանակ ունենաք, համեցեք։ Իսկ նոր կատարումներ, այո, կլինեն անպայման։ Ես որոշել եմ, քանի որ ինձ հիշում են, չեմ կորել, այդ կորած տեսակ չեմ, ես հասկացա, որ նաև սիրված եմ, մեկ-մեկ TikTok-ով էլ եթերներ անում եմ, շատ լավ խոսքեր եմ լսում, այդ իսկ պատճառով դա ինձ ուժ է տալիս ու ես որոշել եմ իմ բոլոր երգերը կամաց այսպես remix տարբերակներով նորովի Ճիշտ եք անում, նոր շունչ տակ եւ իմի բերեք, ի վերջո հիմա դա շատ հայտնի ու տարածված ձև է, նոր հեծանիվ միշտ չի որ պետք է հորինել, եթե արդեն սիրվել են ու ճանաչված են եղել, թող նոր շունչ ստանան ու Շնորհակալ վայելեն եմ, իմ բոլորը։ շնորհակալությունն էլ հայտնում եմ ձեզ եւ 21 TV Հեռուստաընկերության Շատ շնորհակալ ենք Անահիտ ջան, դուք եք ստիպում, որ մարդիկ աշխատեն, ասեմ ձեր գործն էլ կա այդ հարցում, ձեր լոման, ինչի համար, որ աշխատեն ու գան այդ ամեն ինչը ձեր մոտ ներկայացնեն, այսինքն դուք կանչում եք, երբ որ մի անգամ գալիս են ձեր մոտ, անդադ ուզում են ինչ-որ մի բան անեն, որ պատճառ լինի, նորից գան ձեր մոտ, դրա համար տեն շարունակեք, շատ լավն եք, շատ գեղեցիկ եք, շատ գրագետ եք, ամեն ինչ են, որ վերին մակարդակի վրա է ձեր մոտ։ Անչափ շնորհակալ եմ, այսօր մեր հյուրերն էին երգչուհի Սոֆի Դանելյանը, իր նոր տեսահոլովակով, remix տարբերակով, ինչպես նաև տեսահոլովակի հերոս, մեր գոռը սիրելի Հայրապետյան, ով նաև դիզայներ է, բայց այս պարագայում ներկայացել էր տեսահոլովակի դեմքը, կինոյի տղեն, ինչպես ասում են։ Շնորհակալություն ձեզ լավ օր, իսկ եթերը մոտենում է իր ավարտին, սիրելիներս, լսեք ձեր նախընտրելի երաժշտությունը, փորձեք տարածել դրական էներգիա ու լավ տրամադրություն միմյանց, ես ուզում եմ, որ ձեր օրը իսկապես լինի բարի ձեզ հետ Անահիտ Կիրակոսյանն էր, մնացեք բարև։